Պետք է խոստովանել, որ բավականին հոյակապ եկեղեցի եղած է եւ մեծ ծաղկով իրագործված։ Նշանավոր ճարտարապետ, ճարտարապետության գիտակ Թորոս Թորամանյանն այսպիսի գնահատական է տվել հայկական միջնադարյան ճարտարապետության յուրօրինակ հուշարձաններից մեկին։ Բաց երկնքի տակ այսօր Եղի Պատրուշի Սուրբ Աստվածածին եկեղեցին է։ Հայաստանի Արագածոտնի մարզում, մարզկենտրոն աշտարակից 27 կիլոմետր հյուսիս-արևելյան ուղղությամբ, ապարանի ջրամբարի հարևանությամբ է գտնվում Եղի Պատրուշ գյուղը, որտեղ էլ տեսնում ենք 13-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Գտնվում ենք պատմական Հայաստանի Նիկ գավառի Եղի Պատրուշ գյուղում և Եղի Պատրուշի վանական համալիրում Սուրբ Աստվածածին և գավիթը, որը ժամանակին կառուցել են Վաչության իշխանները։ Իսկ Վաչության իշխանները ծառայել են Զաքարյանների բանակում լավ ծառայության համար Զաքարյաներից Վաչե ան ստացել է իշխանած իշխան տիտղոսը և նաև ստացել է Արագածոտնի գավառի արևելյան հատվածի Նիկ գավառը և դարձել է Արարատյան տարածաշրջանի տեղակալ։ Վաչության ան հետագայում իշխանությունը հանձնել է իր որդուն Քուրդ Ային և Քուրդ ան այս տարածաշրջանում գտնվող Վարդենիս իշխանած գյուղում ժամանակին ընդունել և ճանապարհել է Կիլիկյան թագավոր Հեթում Ային, որը գնում էր Կարակոյուն և վերադառնում էր։ Քուրդ իշխան Ային փոխարինում է Քուրդ իշխան Բ-ն, որը հայտնի է լինում իր ռազմական աշխատանքներով, որը պաշտպանել է տարածաշրջանը։ Վաչությանները մեծ գործունեություն են ծավալել Նիկ գավառում և բազմաթիվ վանական համալիրներ են կառուցել։ Այդ համալիրներից մեկը Եղի Պատրուշի վանական համալիրն է, Հովանավանքը, Սաղմոսավանքը, Տեղերի վանքը, Կարփի զանգակատուն դամբարանը, նրանք իրենց կանանց հետ նաև կազմակերպել են վանական համալիրներում գրչության զարգացումը, դպրությունը և նաև մանրանկարչությունը։ Մեծ գործունեություն են ծավալել և մեզ թողել են հոյակապ մշակույթ։ Հիմա մենք այս գավիթում ենք, որը ժամանակին կործանվել է, շատ վատ վիճակում է եղել։ Հիմա իր վերանորոգված հատվածներ դուք տեսնում եք քարի գույներով լրիվ տարբեր են։ Հյուսիս արևմտյան պատը արդեն սրճագույն քարով փոխարինվել է։ Վերականգնման աշխատանքներ վանական համալիրի վրա կատարվել են 60-ի վերջին և 70-ի անցած դարի և կատարել է դա հուշարձանների պահպանության ընկերությունը, որի ղեկավարը Վարազդատ Հարությունյանն էր։ Հիմնականում վերականգնվել է եկեղեցին ամբողջությամբ, որտեղ նա էր ավերակ։ Եվ գավթի վրա աշխատանքներ կատարվել են և չափագրական և վերականգնողական դեռևս 1986-ին նախագիծ պատրաստ էր, նախագծով սկսեց շինարարական աշխատանքները, բայց առաջին Արցախյան պատերազմը ընդհատեց այդ աշխատանքները։ Գավիթը ինքը 17.5-ը, 15.5-ի չափերի վրա մի հատ գավիթ է, տիպով մեր 4 սյունանի գավիթներին է պատկանում, ծածկը կամարային և հատվող գլանային թաղերով է, ինքը շատ հետաքրքիր հուշարձան է, որովհետև շատ տարբերվում է մեր մյուս գավիթներից, ինչ-որ մի փոքր նմանություն ունի տեղերին, բայց քանի որ ինքը իր արևելյան հատվածում ունի վկայարաններ, տենց ասեմ, եռահարկ վկայարաններ են դրանք, իսկ տեղերի վանքում դրանք միանգամից դրված է գավիթի վրա և իրանք բարձրանում են միայն գավիթի վերին հատվածում և ներքևում նրանք չունեն։ Գավիթները մեր ապաշխարության և խոստովանության նվիրված 7 խորհուրդներից մեկին են պատկանում և բոլոր գավիթներում մենք ունենք տապաններ։ Հիմնականում դրանք իշխանած տների իհարկե տապանակարեր են, որ վկայում են, որ այս գավիթում իրանք հավերժ մեղքի թողության մեջ են։ Հիմա մենք գավթի ներսում ենք, վերականգնման աշխատանքներ գավթում սկսել են կատարվել 1980-ի վերջերին,
Եվ հիմա տեսնում եք այս երկու բազալտեսյունները, որոնք տաշվել են, ապարանում կա շատ լավ վարպետ, Հայկ վարպետի ձեռագիրն է, հոյակապ աշխատանք է։ Այն ճարտարապետը, որը կառուցել է այս գրավիթը, բավականին լավ տիրապետել է կոնստրուկցիաներին, հիմնական կրող կոնստրուկտիվ հատվածը այս 4 սյուները բազալտ են եւ իրանց խարիսխները, խոյակները, բայց հիմա եթե նայենք որմնասյուները տուֆով են իրականացված, քարատուֆ է եւ կրող հիմնական աշխատանքը կատարել են այս սյուները։ Ենթադրվում է, որ ինչ որ երկրաշարժից է փլուզվել, որովհետեւ եւ եկեղեցին եւ գավիթը ամբողջությամբ փլուզված են եղել, հարավային պատը ամբողջությամբ վերականգնված է, որովհետեւ ինքը համարյա գոյություն չուներ, ամբողջը փլատակների մեջ էր։ Ժամանակին օգտագործվեցին նաև կոնստրուկտիվ միջամտություններ արվեցին վերականգնման փուլում, սակայն անավարտ մնացել է արդեն 30 եւ ավելի տարիներ։ Եվ բարեբախտաբար քարի գույնը, հա, նաև փորձել են ամեն դեպքում շատ մոտ գույն ընտրել, որպեսզի տարբերությունը քիչ լինի։ Օգտագործել է այնպիսի քար, որ շատ չզանազանվի։ Բայց հիմա մենք այստեղ որ գտնվում, բոլորը, եթե ուշադիր նայեք, սա տապանակարեր են։ Սալահատակը հիմնական իրականացված է տապանակարերով։ Եվ ուշադրություն դարձնենք այս վկայարաններին, եռահարկ, որ չունենք։ Սա եզակի հուշարձան է, մենք երկհարկ ունենք գավիթներում, Գոշավանքում, Հաղարծինում, շատ տեղերում ունենք, բայց որ դրանք եռահարկ լինեին, միայն պահպանվել է այստեղ։ Իսկ այդ հաղերի ծածկը հիմնականում հատվող գլանային թաղեր են, այ պահպանված հատվածները մեզ հուշում են, որ մենք կարողանանք ճիշտ վերականգնել հուշարձանը։ Միշտ էլ երկրորդ հարկը բարձրացրել են աստիճաներով, մենք դա գեղարդումել ունենք, ամենտեղ պահպանված ունենք դա, շատ քիչ տեղերում մենք ունենք, որ ժամանակավոր աստիճան են տեղադրել բարձրանալու համար։ Տեսնում եք բարավորի քարի մեծությունը, իհարկե ճաք ունի բարավորը, սակայն քարն էլ երևում է ավազաքարային բնույթը շատ ա եղել մեջը եւ դրա համար լրիվ հողմնարվել է։ Բայց այս անկյունում հիմա որ նայեք, տեսեք արձանագրության հետքերը երևում, երևի լավ արձանագրված հատված է ունեցել, որը ոչնչացել է հողմնա։ Ցավալիորեն չի պահպանվել, չի պահպանվել։ Գտնվում են Վաճուճյանների կողմից իրականացված Աստվածածին եկեղեցում, արևմուտքից գծված էր գավիթը։ Եկեղեցին գմբեթավոր սրահ է, ներսից խաչաձե, դրսից արտաքինից ուղղանկյուն է։ 4 կամարների անցումը դեպի թմբուկին իրականացված է արագասներով։ Կարող եք տեսնել վերականգնված հատվածները, որ ամբողջությամբ քանդված է եղել, ավերվել է, բայց բավականին լավ վերականգնվել է 60-ականից 70-ական թվականների ընթացքում իրականացված է սև տուֆով, սակայն վերականգնումները մի քիչ գորշավուն քարով են իրականացված, բայց բավականին ընդարձակ սրահ է, ունի 4 ավանդատներ եւ միակ մուտքը արևմուտքից է եւ ունի նաեւ, ասեմ, պատուհաններ, չնայած sense հյուսիսային շրջանում հյուսիսային պատի վրա երբեմն պատուհան չի լինում, բայց տեսեք, որ նույնպես ունի պատուհան։ Պատուհանի վերևում պահպանված սվաղը ասում է, որ երևի ժամանակին սա նաև ունեցել է հավանական է, որ որմնանկարներ ունեցել, դրա համար էլ պատերը սվաղված են եղել, բայց նայեք հիմա հարավային պատի վրայի սվաղի հետքերը, բայց չի պահպանվել։ Ինձ թվում է բավական երկար ժամանակ, որ հավերակ է մնացել, քամիները, ձյունը, անձրևը ոչնչացրել են էլի պահպանված սվաղերը։ Ունի Սուրբ խորան, իհարկե բոլորակ մեր պատմական 13-րդ դարի խորան է ինքը եւ Սուրբ սեղանը պահպանված չէ, պետք է ասեմ, դա նոր է տեղադրված Սուրբ սեղանի վրա եւ մկրտարանն էլ մեր վանքային համալիրները հիմնականում մկրտության ավազան չունեն, դրանք ժամանակին եղել են շարժական մկրտարաններ։ Իսկ եկեղեցիներում հետագայում արդեն 13-րդ դարից հետո հյուսիսային պատի վրա, եթե չունեցել, բացել են խորշեր են արել մկրտարանի համար։ Այստեղ մկրտարանն էլ է նոր տեղադրված։ Եկեղեցին գործող է եւ հոյակապ հուշարձան է, դե ասեմ, տեսեք մեր իշխանները մեզ ինչ մշակույթ են թողել։
Ուզում եմ անդրադառնալ մեր իշխանական տներին, Կամսարականներին, Մամիկոնյաններին, Զաքարյաններին, Պռոշյաններին, Վաչուտյաններին, Օրբելյաններին, որոնք մեծ ժառանգություն են մեզ թողել, բայց ցավոք իրանք այսօր չունեն, ճիշտ ասած իրանք համար կառուցված վկայարաններն են, հավերժ կանգնած, բայց ուսուցողական առումով չկա մի տեղ, որտեղ մարդիկ գնան, իմանան, ունեցել են իշխանություն, թագավորություն, բայց չունեն ոչ մի տեղ, որտեղ կարող են դա ուսուցանեն երեխեքին, թանգարան դա կարող է լինի, մեմորիալ կարող է լինի, անգամ չունենք թագավորների դամբարան։ Մի հատ աղցքում դամբարան ունենք Արշակունիների մասունքը թաղված, կողք ավերակ եկեղեցով, դամբարանը ավերակ եւ միշտ մարդկանց տուրիստներին տանում ենք, ունենց հիացմունքով ցույց ենք տանում ավերակները։ Դեռևս 1981 թվականին պատմաբանասիրական հանդեսում տպագրված Մռավյան գյուղի Աստվածածին եկեղեցին եւ արձանագրությունները հոդվածում պատմաբան, մշակութաբան Տիգրան Պետրոսյանցը մանրամասնորեն անդրադառնում է կառույցի պատմությանն ու ճարտարապետությանը, հետաքրքիր դրվագներ հայտնելով։ Օրինակ, որ միջնադարյան եկեղեցական համալիրի մասին մեծանուն Թորոս Թորամանյանը 1928 թվականի ապրիլի 3-ին Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեի գիտական քարտուղար Աշխարհբեկ Քալանթարյանին գրել է. Ձեզ հայտնի է անշուշտ, որ եկեղեցին ունեցել է ի հնումն մի հոյակապ գավիթ եւ եկեղեցու արևմտյան երկու անկյունների վրա երկու բարձր զանգակատներ, ռոմանական եկեղեցիների նման։ Գավիթը այժմ ամբողջովին փլված է, նույնպես զանգակասյուներեն մեկը գրեթե ամբողջովին, իսկ մեկը կիսով չափ։ Շենքը ըստինքյան բոլորովին բացառիկ արժեք եւ նշանակություն ունի ճարտարապետական տեսակետով, որում վրա արժե, որ կոմիտեն առանձին հոգացություն ունենա։ Նամակում նաև տեղեկացվում է, որ գյուղացիները որոշել են թափված քարերը օգտագործել եկեղեցու սեղանը սալահատակելու համար։ Կոմիտեի ուշադրությունը հրավիրելով այդ հանգամանքի վրա, Թորոս Թորամանյանը զգուշացնում է, որ դա միանգամայն անթույլատրելի է, քանի որ պատերից թափված քարերի մեջ կարող են լինել արձանագրված քարեր։ 1939 թվականի հայկական ԽՍՀ լուժ ժողկոմատի գավառագիտական արշավախմբի հաշվետվության մեջ կրկին հիշատակվում է, որ գյուղում արժեքավոր արձանագրությամբ որոշ քարեր թափված են բակում, բաց արևի տակ եւ դրանք պետք է տեղափոխել շրջանային թանգարաններ կամ ապահովել նրանց պահպանությունը տեղում։ Ցավալիորեն հուշարձաններից թափված քարերը, ինչպես շատ վայրերում, եղի պատրուշում էլ գյուղացիների կողմից տարվել եւ օգտագործվել են շինարարության մեջ։ Գավթի հատակագիծն է 17.5-ը մոտավորապես 15.5-ի վրա մի հատ կառույց է 4 սյուներով եւ 8 որմնասյուներով։ Ժամանակին 1986 թվականին կատարվել է վերականգնման նախագիծ այս կառույցի եւ հիմնականում վերականգնվել է այս հարավային պատը։ Տեսնում եք նոր տաշված սյուները, որոնք նոր են արվել գավթի համար եւ գավիթը վերականգնելուց հետո պիտի ունենա այս տեսքը, այսինքն եթե մենք հիմա արևմտյան ճակատից իրան նայենք, արդեն վերականգնված, տեսնելու ենք գավիթը ամբողջական կերպարը եւ հետեւում նրա այս վկայարանները եռահարկ։ Սա հյուսիսից է գավթի տեսքը, որտեղ մենք հյուսիսում էլ մուտք ունենք, գավթի վերականգնված տեսքը հյուսիսից է, սա հարավային հատվածն է։ Գավթի հարավային տեսքն է։ Իսկ սա արդեն կտրվածքներում, փաթույթներում մենք դա արդեն տեսնում ենք գավիթը։ Գավիթում ուղղակի ճիշտ է, ծածկեր չեն պահպանված, բայց անկյունների վրա տեսնում եք շատ լավ պահպանված կան հատվող գլանային թաղերը, որոնք մեզ մեծ հնարավորություն են տալիս ամբողջությամբ կատարել ամբողջական վերականգնում։
Հնում գյուղը կոչվել է Եղիպատրուշ։ 17-րդ դարի սկզբներին, երբ Շահ Աբասը բնակչությունից դատարկեց նաև ապարանը, գավառի հայկական գյուղանունները կամայականորեն պարզկացվեցին։ Եղիպատրուշը սկսվեց կոչվել Տամջլու։ Խորհրդային շրջանում սկսած 1930-ականներից գյուղը ստանում է Մռավյան անվանումը, Հայաստանի կոմունիստական կուսակցության քարտուղար Ասքանազ Մռավյանի պատվին։ Եղիպատրուշը հազարամյակների պատմություն ունի։ Այստեղ հին գյուղատեղիում բացվել են հնագույն դամբարաններ, գյուղամիջյան ձորակի երկու կողմերում հին գերեզմանոցն է։ Այստեղ պահպանվել է 5-րդ դարի բազիլիկ եկեղեցու միայն հյուսիսային պատի մի հատված, եւ կարևորը Քուրդ Այի եւ իր կնոջ Դսեղի Գրիգոր Մամիկոնյան Համազասպյանի դուստր Խորիշահ իշխանուհու կառուցած եկեղեցուց ոչ հեռու տեղադրված են երկու հոյակապ որմնափակ խաչքարեր, որոնց ճակատակալ քարի վրա կա Մխիթարիչ Օշականցի հիշատակագրությունը։ Տիգրան Պետրոսյանցը ենթադրում է, որ Մխիթարիչը կարող է լինել Աստվածածին եկեղեցու եւ Գավթի շինարար ճարտարապետը եւ տեղերի կառուցող նշանավոր Աղբայրիկի ժամանակակիցը, այլապես նրան իրավունք չէր տրվի եկեղեցուց մի քանի տասնյակ մետր հեռու խաչքար կանգնեցնել եւ դրա ճակատին փորագրել իր անունը։ Մեր եկեղեցում եղել է երկաշարժներ, այս վերևները փակել են, այդ երկաշարժից այս վերևը քանդվել է ու այս գյուղում եղել է երկաշարժ շատ։ Ես գալիս եմ ամեն օր եկեղեցի մոմ եմ վառում, աղոթում եմ։ Ուրիշ գյուղերից գալիս եմ մեր գյուղ, որ այս եկեղեցում մոմ վառեն իրանք, այդ գյուղումը իրանք կարանել են ռուս ու քաղաքացի, լիքը մարդիկ կարողանեն։ Սուրբ Աստվածածինը այցելությունների սիրված վայր է։ Չնայած խորհրդային շրջանում վերականգնման հսկայածավալ աշխատանքին, 13-րդ դարասկզբի այս գեղեցիկ ու բացառիկ հուշարձանը, որը Նիկ գավառում Վաչուտյանների ազգանվեր գործունեության ևս մեկ վկայությունն է, դեռ հոգացության ու պահպանության կարիք ունի։ Բաց երկնքի տակ Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին եկեղեցիներ։